Խոսքի ազատության մասին Երևանի պետական համալսարանում դասապրոցեսի ժամանակ գործածված բառը ճակատագրական եղավ դասախոսի կարիերայի համար։ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի արդեն նախկին դասախոս Սահակ Մանուկյանը պնդում է, իրեն համալսարանից հեռացրել են ՔՊԱ-ական падգամավորի պահանջով։ Հետաքրքիր գիտեք որն է, որ ամբողջ կուրսը հասկանում այնպես, ինչպես որ պիտի հասկանա, եւ միակ երեխան, երեսփոխանուհու երեխան չի հասկանում այնպես, ինչպես որ պիտի հասկանար։ Ոչ ոք բացի իրենից դժգոհություն չունեն, ընդհակառակը։ Ոգևորված շատ հարցեր էին տալիս, հետաքրքիր էր իրենց բավականին։ Մանուկյանն ասում է, գրատախտակին 2 բառ է գրել, որոնցով ցանկացել է ուսանողներին բացատրել վիրավորանքի ու զրպարտության տարբերությունը։ Բառերից մեկը դուր չի եկել Արուսյակ Մանավազյանի դստերն ու հենց падգամավորին։ Ուսանողը առանց ինձանից թույլտվություն հարցնելու նախ նկարում է ինձ, իրեն պահելով պապարացի պես։ Փաստորեն դասախոսությունը տեսանկարահանում է ընթացքում։ Ես չեմ կարող ասել տեսանկարահանում եղել է, ինձ ցույց են տվել ինչ որ մի, այո, գաղտնի եղել է, որովհետև ինձանից նա թույլտվություն չի ստացել, որպեսզի ինձ նկարի։ Մանավազյանը հերքում է Մանուկյանի հայտարարությունը։ Падգամավորը Մանուկյանին հորդորում է հարաբերությունները պարզել իր գործատուի հետ։ Ես ինչ կապ ունեմ իր հեռացման հետ, դա ինձ համար անակնկալ է, ուզում եմ հասկանամ ինչ է նշանակում, եթե որևէ պաշտոնատար անձի երեխա սովորում է դպրոցում կամ բուհում եւ իր հետ կապված աշխատանքային խնդիրներ կամ փոխհարաբերություններ այնպես չի գնում, ուրեմն մեղավորությունը այդ երեխայի ծնողն է կամ այդ երեխան։ Երևանի պետական համալսարանն էլ իր հերթին վստահեցնում է, դասախոսը հեռացվել է ոչ թե քաղաքական, այլ էթիկայի խախտումների պատճառով։ Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։ Մանուկյանը սակայն տարակուսում է, եթե մի քանի անգամ խախտել է էթիկան, ապա ինչու երբեք իրենից բացատրագիր չեն պահանջել։ ԵՊՀ-ում առաջին անգամ չէ, որ դասախոս են հեռացնում աշխատանքից։ Նախորդ տարի ընդդիմադիր քաղաքական գործունեության համար հեռացվել են քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը, իսկ քաղաքագետ Խաչիկ Գալստյանի դասաժամերը կրճատվել են, հասնելով մինիմումի։ Չնայած ԵՊՀ-ի պնդումներին, որ հեռացումները քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, դասախոսները վստահ են, դրանք իշխանական ճնշումների հետևանք էին։ Հիմա էլ Մենուա Սողոմոնյանը վստահ է, դեռ ավելի զարհուրելի միջադեպեր են լինելու։ Պատճառն ըստ մասնագետի համալսարանականների լռությունն է։ Ցավոք սրտի համալսարանական միջավայրը կոշտ արձագանք չի տալիս այս ամենին։ Պատասխան չեն պահանջում ռեկտորից, ռեկտորատից։ Եվ այսպես գնալով չափանիշները խստանալու են։ Եթե անցած տարի օրինակ ինձ Աբրահամ Գասպարյանին ազատեցին, Խաչիկ Գալստյանին տարաբեռնվածությունը Գալստյանի էապես կրճատեցին այն հանգամանքով պայմանավորված, որ մենք քաղաքական հայացքները մեր արտահայտում ենք բացահայտ եւ անկաշկանդ եւ բացի դրանից նաեւ քաղաքական գործունեությամբ զբաղվում ենք, ապա Սահակ Մանուկյանի դեպքը շատ ավելի խիստ էր մոտեցումը։ Հեռացումների այս ալիքի ֆոնին Երևանի պետական համալսարանից անցած տարի հեռացրին նաև քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին, ով դեռ ասպիրանտուրայում դասավանդում էր համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, քաղաքագիտության ամբիոնում, արևելագիտության եւ լրագրության ֆակուլտետներում։ Իսկ Սահակ Մանուկյանն այժմ մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատարանում, հույսով, որ կհաջողվի վերականգնել արդարությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։